Ես այս բարձր ամբիոնից ուզում եմ ողջունել մեր ժողովրդին եւ նաեւ Բաղրամյան հրապարակում հավաքված բոլոր մեր հայրենակիցներին։ Ինչ որ ասվեց այստեղ, ամբողջը ճիշտ էր։ Ուղղակի ինչն է հիմնական պատճառը, որ մենք բախվում ենք այսքան բարդ երևույթների։ Ասեմ միանգամից, մենք չունենք ազգային գաղափարախոսություն։ Այն բացակայում է եւ մեր բուհերից եւ դպրոցներից։ Եվ մենք պետք է սկսենք հիմնականում այստեղից։ Ես ուրախ եմ, որ այսօր տեսանք այսքան կուսակցության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ։ Ես ուզում եմ, որ ավելի կապը ընդլայնվի նրանց մեջ եւ նրանք հասկանան, որ միայն միասնության շնորհիվ մենք կարող ենք հասնել հաղթանակի։ Միայն միասնությունն է պայքարի ամենաճիշտ ուղին։ Բերեմ մի օրինակ, լինելով պատմաբան, Բագրատունյաց թագավորությունը անչափազոր էր, բայց ընդամենը մի քանի տասնամյակ հետո այն անկում ապրեց, որովհետև իշխանները ասում էին, որ մենք ավելի շատ զորք ունենք թագավորից, ինչու պետք է ենթարկվենք նրան։ Այո, հիմա մենք պետք է ընտրենք այնպիսի ազգային խորհուրդ այստեղ եւ նաեւ քաղաքական խորհուրդ շատ ճիշտ նշվեց, եւ պետք է լսենք բոլոր նրանց ասածները, որպեսզի կերտենք հզոր հայրենիք։ Հետո մի բան բաց թողնվեց, ես ուզում եմ ամենակարևորի մասին ասել։ Մենք մոռանում ենք այո այն զանգվածը, որը չի մասնակցում ոչ մի ընտրության։ Եվ դրա պատճառով միշտ ընտրվում են այն մարդիկ, ովքեր, այսպես ասած, արժանի չեն այդ պաշտոններին։ Մենք պետք է աշխատենք այդ զանգվածի հետ, ինտելիգենցիայի հետ, մշակույթի բնագավառի բոլոր աշխատողների հետ, որտեղ ինչ է նշանակում, մենք այլևս չպետք է երգենք Նաիրան աղջիկների մասին կամ չպետք է ասենք մենք մշեցի ենք կամ սասունցի ենք եւ այլն։ Եկեք խորը մտածենք այս մասին։ Ես հատուկ այս առիթով, որպեսզի շատ երկար չտևի, հատուկ այսօրվա առիթով գրել եմ մի բանաստեղծություն, ուզում եմ արտասանել ու նստել։ Մարդկային անտարբերություն։ Ես զարմացած եմ ու նաև ապշած, որ աշխարհը մեր անտեր է դարձել, եւ մարդիկ ապաշնոր ղեկին են նստել։ Նրանք տանում են մեզ անհայտ ճամպեքով, ոլորաններով մութ ու առանց կանթեղ։ Ամեն օր մռայլ է, գորշ ու աներանք, ինչ որ վատ գործի սկսվող նախերգանք։ Փողոցում կանգնած են անծանոթ մարդիկ, դալուկ դեմքերով, անտարբեր, հոգնած, իրենց սառնությամբ չորս կողմը պատած։ Այս ինչ է եղել մարդկանց հետ կապված, միթե մոլորված են կամ էլ դեռ քնած, շղարշն է կախարդված իրենց պարուրել, ձեռքներն ու ոտքերը ամուր կապկպել։ Այո, զարմանում եմ, լավ գիտենալով, որ փոխվել է կյանքը, փոխվել ենք եւ մենք, փոխվել է աշխարհը եւ մտքերն անտես կամ անհեռատես ուղեկցում են մեզ։ Մի բան է հստակ, պետք է արթնանալ, այլապես կքնենք քնով ննջեցյալ, կկորցնենք աշխարհը եւ սուրբ հայրենիք, կկորցնենք տուն, նաև ընտանիք։ Լավ, ինչպես արթնացնել մարդկանց բազմաթիվ, որոնք չեն ուզում ոչինչ հասկանալ, չեն ուզում լսել, նաև մտածել, մարդիկ դարձել են առնացոր հիվանդ կամ տկարամիտ վախկոտ դիվահար։ Աստծո օգնությունն ենք մենք անշուշտ ուզում, այլ երբ չեմ տեսնում, հանգչում ենք կյանքում, բայց արի ուտես ոմանք չեն ուզում աշխարհը փոխել, նիրից արթնացնել, ապրում են այդպես էլ կապրեն, ու իրենց շահին հանկարծ չդիպչեն, գրպաններն իրենց դատարկ չտեսնեն, միթե մարդն այդքան թույլ է ու անզոր, չունի քաջություն ու նաև կորով, չի տեսնում ոչինչ, չի ուզում գալիք։ Այդ դեպքում ինչու է նա իզուր ապրում, մարդը համարում իր ներկան դնում, լավ է չլինել եւ չապրել կյանքում, քան թե անտարբեր քարշ տալ գոյություն։ Շնորհակալություն